Դուք նշեցիք, որ դառնալով վարչապետ եւ դուք վստահ եք, որ դառնալով վարչապետ հրաժարվում եք ի սկզբանե աշխատավարձից եւ մեկ դրամ կհատկացնեք վարչապետին, քանի որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե այլ տեղում կարողանա աշխատել։ Նաեւ գործընկերոջս հարցինի պատասխան նշեցիք, որ դեռ չգիտեք ինքը գործակալի տիրույթում է, ինչ տիրույթում է, բայց գիտեք, որ վախենում է Ալիևից։ Ես ուզում եմ հասկանալ, օրինակ Աժո Ամբյանից հնչած ես գնացել եմ գիտակցված զոհողության հայտարարությունը, որը վերաբերում էր 2020 թվականի պատերազմին, արդյոք չի արժանանալու պատժի, արդյոք Արցախի հանձնումը ի վերջո չի պատժվելու։ Նայեք, հաստատ իմացեք, պատժվելու է դավաճանությունը, բայց ես չեմ կարող այսօր հայտարարել, որ Փաշինյանը դավաճան է, գործակալ է, դրա դիմաց անպատասխանատու հայտարարություններ անել եւ մի քանի ամիս հետո ձեր դեմքին նայել, որ գիտեք, ստուգեցինք այդպիսի բան չկա, դրա համար մենք բոլոր մեր գիտնականներին օգտագործելու ենք, բոլոր կարող ուժերին օգտագործելու ենք, միգուցե նույնիսկ ստեղծենք ոչ թե հատուկ կառույցներ, այլ հատուկ ինստիտուտներ, ովքեր մանրակրկիտ կուսումնասիրեն վերջի 8 տարիների բոլոր քայլերը։ Դրանից հետո օրենքի սահմաններում պատժվողը պատժվելու է, ով արժանի է պատժվելու է, ով արժանի չէ, ես պարզ եմ ասում, քրեական հետապնդումների չի ենթարկվելու։ Մենք չենք պատժելու մարդկանց, ովքեր վախկոտ են եղել, ովքեր թույլ են եղել, իսկ ովքեր դավաճան են եղել, դուք չեք էլ պատկերացնում ինչպես են պատժվելու։ Շնորհակալ եմ։